Ես Սամվել Կարապետյանի ընտրողն եմ, բայց դեմ չեմ մտնի ամենևին, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվի Գագիկ Ծառուկյանի ворց առյուծի վանդակում։ Որ մտածեն, որ կան բանի Նիկոլի ծնունդին երկեն, Նիկոլը կվերընտրվի, էդ էլ կան։ Ուրեմն աշխարհում 1 միլիարդ 200 միլիոն մարդ հոգեկան խնդիրներ ունի։ Ինձ թվում է Հայաստանում իշխանության մեջ հավաքվել են հիմնականում հենց այդպես խնդիրներ ունեցող մարդիկ։ Նիկոլն ասում է՝ «Յուղը վրան զենք եմ բերել, կտենակ կջոգեք 8 միլիարդը ինչ եմ արել»։ Այդ մարդը հիմնավորել է, որ պատերազմում ճիշտը պարտվելն է։ Ես լավ չլինեմ, բայց հարևանս թող ավելի վատ լինի, սկզբունքով ապրող մարդ։ Հենց առաջի օրերին պատերազմի ասել են, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը առնվազն 20-ից 25 հազար մարդ սպանելն է։ Իսվա Նիկոլի տենց բանն է, այն կինոների մեջ որ լինում է, որ կարմիր թվերով հետ հաշվարկն է գնում sense վարքյանների։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործկանի հասցեին։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Այսօր երկուշաբթի, ամեն երկուշաբթի ես եւ Ավետիս Բաբաջանյանը այս տաղավարում քննարկում ենք ամենակարևոր քաղաքական իրադարձությունները։ Ամենասկզբում պիտի խնդրեմ մեզ բաժանորդագրվել, եթե դեռ ինչ-որ պատճառով դա չեք արել, կարող եք այնտեղ հավանության նշան դնել, կարող եք ներքևի հատվածում մեզ մեկնաբանություններ թողնել։ Ես ու Ավետիս ուշի-ուշով բոլոր մեկնաբանությունները կարդում ենք, որ Ավետիսը չալարում, մեկ-մեկ նույնիսկ պատասխանում է։ Ողջույն Ավջան։ Բարև Զառա, բարև սիրելի հետևորդներ ջան։ Այո, սիրելի հետևորդներ ջանը, անցել են Քաոս Արշավի արդեն կեսը, դիմացել են, չեն խելագարվել, չեն գժվել, չգիտեմ, մեզ բլոկ չեն արել, մնացած երևի թե քաղաքական ուժերին, ովքեր մասնակցում են Քաոս Արշավին, հետևել են, բայց ինձ թվում է անցյալ շաբաթ կարևոր փոփոխություն տեղի ունեցավ, հա։ Չգիտեմ ոնց ստացվեց, որ խաղաղությունից, մանկապարտեզից, ասֆալտ անող վարչապետից մեր ԿՊ-ի տեխնացուն վերափոխվեց, կերպարանափոխվեց, դարձավ այն հրեշը, որը պատրաստվում է բոլորին բռնի, ինչ որ մարդկանց սատկացնի, կզացնի, ինչ որ մարդկանց ինչ որ բաները կտրի, կանանց թևերն է քաշքշում, արցախցիներին գոռում ասում է խիչ ես զոհվել, ընդ որում ասում է խիչ ես զոհվել, հետո էլ ասում է խես կենթանի մնացել, ասենք սա մի հատ sense զարհուրելի տեսարաններ ու ինձ թվում է այդ իր այս կերպարանափոխությունը իրան օգուտ չբերեց։ Գոնե տենց առերևոտ համաձայն ես, որ ինքը կորցնում է դրանով, ոչ թե ձեռքաբերում, էլի։ Աշխարհում մի հատ sense բժշկական շատ հայտնի հանդես կա, կոչվում է Lancet։ Այս Lancet-ը անցած շաբաթ հոդված էր գրել, ինձ թվում է նաև Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը ուսումնասիրելով, որ աշխարհի բնակչության մեջ հոգեկան հիվանդությունները գերակշռում են սիրտանոթային եւ նույնիսկ քաղցկեղային հիվանդությունները։ Ուրեմն աշխարհում 1 միլիարդ 200 միլիոն մարդ հոգեկան խնդիրներ ունի։ Ինձ թվում է Հայաստանում իշխանության մեջ հավաքվել են հիմնականում հենց այդպես խնդիրներ ունեցող մարդիկ, որովհետեւ նորմալ մարդը բացառվում է տառացիորեն, բառացիորեն բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ կարողանար նույն թիմում աշխատել։ Մարդ պետք է իր նման լինի, որպեսզի եւ դա ապացուցվեց նաեւ հետագա իրադարձություններով, երբ որ այսպես կոչված պաշտպանության իրականում Հայաստանի տարածքների հանձնման եւ պարտության նախարարության նախարար Սուրեն Պապիկյանը նույն ձևի հարցակվեց կարծեմ Սամվել Կարապետյանի վրա, թե ասեց Disclaimer տամ, հանրահավաքի ժամանակ երեկոյան ամփոփիչ Սամվել Կարապետյանի ընտանիքի բոլոր տղաներին թվարկեց, հա, այն տարիքի, որոնք ծառայության կարող էին լինել 44 օրյայի ժամանակ կարող էին պատերազմին մասնակցել ու հերթով հարցրեց, ասեց ինչի չեն նահատակվել։ Այսինքն անգամ այդ պահին չէր հարցում, ասում էր ինչի պատերազմ չէր հարցում, այդ հարցադրումը չէր էլ ինչի չեն գնացել, ինքը ասում էր ինչի չեն նահատակվել։ Բայց այդ հարցը ինքը իրան ու Նիկոլ Փաշինյանին պետք է տա, ոչ թե հարցնի մարդիկ ասում են ինչի չենք, դուք չեք, չէ՞ նահատակվել, չէ՞ ես Չէ, ինչի քասպան չեք եղել։ Ինչի եք բունկերում թաքնվել այն պահին, երբ որ կապիտուլյացիա եք ստորագրում։ Ոչ, ես նրա հակառակն եմ ասում։ Դասի, բայց դուք ինչի չեք սպանել այդ մարդկանց։ Դասի, ո՞նց չեք։
Բայց 5000 մարդ սպանել եք, 6000, 10000։ Եվ մի 10000 էլ որ սպանեի, կարող է այդ մարդիկ էլ լինեին մեջը։ Այսինքն մեղքը իրանցն է, չէ՞, որ Միանշանակ։ կարային չէ սպանած լինեին։ Կարային։ Չեն սպանել։ Ինչի Ինչի չեն թերացել սպանել։ են, լավ չեն թերացել աշխատել, են, լավ չեն աշխատել։ Իհարկե։ Այն որ Սամվել Կարապետ Այն որ իրանք դրա մասին երազում են, այն որ իրանք, ասենք, դեմ չէին լինի, որ այդ 120,000 արցախցին, որ արտագաղթեցին եկան Հայաստան, այդ մարդիկ զոհված լինեին, դա շատ տեսանելի եղավ, ասա որ դու շշմելու Զարա, տեսարան երբ որ 44 օրյա պատերազմը սկսվել էր, ես հենց առաջի օրերին պատերազմի ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը առնվազն 20-ից 25,000 մարդ սպանելն է այդ պատերազմում։ Ինչի՞։ Լսի, ինչքան զոհերի թիվը շատ լներ, այնքան Հայաստանը ավելի խորը կխրվեր այդ ողբերգության եւ դրա ազդեցության տակ, իսկ զոհվածի ողբերգություն ապրող մարդը, ընտանիքը, հասարակությունը ինքը ուրիշ կարիք չունի, հասկանում ես։ Դիմադրության ուժ չունի, էլի։ Լսի, մի քիչ կոպիտ օրինակ բերեմ, բայց երբ որ ընտանիքում որդի է զոհվում, լսի, այդ ընտանիքը չի մտածում նոր մեքենա, նոր տուն, ինչ որ շքեղություններ, ճանապարհորդել, լավ կյանք, լավ սնունդ, չէ, վերանորոգում, այդպես բաների մասին չի Շատ լավ մտածում։ հասկանում եմ 90-ականներին պատերազմի ժամանակ հորեղբայրս ա զոհվել ու դրանից հետո տատս ապրել է 30 տարուց ավել, մի անգամ չի ժպտացել։ Մի անգամ թորներ, ծորներ ունեցել, չէ, իր կյանքում շատ իրադարձություններ են եղել, սև զգեստը չի հանել, մի անգամ չի ուրախացել, էլի։ Այդտենց մնում է դա այդ դրոշմը ընտանիքի վրա։ Ընտանիք գիտեմ, որտեղ զոհ կա, ոչ թե 44 օրյայի, դրանից առաջ, պատերազմից առաջ զոհ կա։ 90-ականների, Հա, լսի, այդ ընտանիքը նոր տարի չի անում։ Ամեն նոր տարի գնում են բան, գերեզմաններ այդ երեխու մոտ։ Ու ծնողի բանը գիտես որն է, մեկնաբանությունը։ Ասում եմ, մեր երեխեն չի կարում գա մեր նոր տարին, մենք ենք գնում իր մոտ։ Հիմա Նիկոլ Փաշինյանի նպատակը իրականում այն էր, որ Հայաստանը ունենար առնվազն 25-30,000 զոհ։ Ինչքան շատ այնքան լավ, թվերը ամեն ընտանիքում գոնե մի հոգի լիներ, էլի։ Այդ հարաբերակցությամբ երևի։ Նու դե, հա, որը տենց լներ վարշե իր համար։ Բացի ԿՊԱ-ականներին Դե տատիկներից։ նրանք որտեվ չէին էլ գնացել պատերազմ։ Նրանք չէին Չէ, ով էլ կարող։ գնացել էր հատուկ պաշտպանության տակ գտնվում էր, ասենք, մամայի հետ Արցախի նախագահի աշխատասենյակներից Դե մեկում։ այտենց Նիկոլ Փաշինյանը քարորիա պատերազմին մասնակցել է մայիս-հունիս ամիսներին։ Շատ արդյունավետ է մասնակցել, քեզ ասեմ, բայց ոչ չեն պարտվել դրանից հետո, չէ, իր մասնակցությունից հետո չի պարտվել Հայաստանը։ Հիմա վերադառնանք այդ բանին։ Նիկոլ Փաշինյանը իրականում ինքը իրան, որ հարձակվում է մարդու վրա, ասում է դու ինչի չես մահացել, ինչի չես սպանվել, չէ։ Ինքը ասում է լքո հերթը գալու է այդ տղա։ Այ կնիկ, ես հələ քեզ սպանելու եմ։ Մի հատ բան հարցնեմ, էլի, իսկ քեզ թվում է ինքը պալիտ է ալնում։ Այսինքն ինքը այդ այն իր մեջի, չգիտեմ, էմոցիան է դուրս տալիս, թե դա էլ է թատրոն ինչ որ տեսակի։ Ոչ, դա ոչ մի թատրոն չի։ Իրա միջի թույնը, իրա միջի չարությունը ուղղակի պորտկվում է։ Ինքը պահի տակ կորցնում է իր նկատմամբ վերահսկողությունը։ Այսինքն ինքը կուզեր զսպեր իրան տենց արձագանք չտար, բայց չի կարողam չի դիմանում։ Իրա դիմակը, այն որ ինքը հակած է։ Այդ սրտիկն է, ես ձեզ սիրում եմ, ես ձեզ խոնարհվում եմ, բան, այսպես հիմար որ sense սկսում է դուրս տալ բանման, դա դիմակն է։ Հենց դիմակը պատրվում է, տակից դուրս է գալի, արա ես քեզ կուտեմ, արա ես քեզ կսպանեմ, կզսնեմ, հա։ Լավ, բայց հիմա նայ, ենթադրվում էր, որ նախորդ ընտրությունները, երբ որ ինքը ասում էր Թալանը վերադարձնելու եմ, չէ, ձեզ եմ տալու, այդ դրանց տարածը ձեզ եմ տալու, դա աշխատող տակտիկա էր, որովհետև մարդիկ կարող է ինչ-որ մի պահ մտածեին, դե հա, որ դրանց բոլորի միլիարդները բերի լցնի բյուջե, մեզ էլ մի բան կհասնի։ Բայց անցել է այդ նախորդ ընտրություններից 5 տարի, ինչ էլ որ վերադարձրել է գոնե ցանկով, ինչ էլ որ հրապարակել է, դրանից մեզ ոչ տակ ոչ սառը, ասենք նույն Հովիկ Աբրահամյանի տունը վերադարձրեց Նարեկ Նալբանդյան
են իրանց սրտի օլիգարխին, հա, այսինքն այդ վերադարձը դեպի իշխանություն է գնում, դեպի իր թիմի անդամներ է գնում։ Հիմա այս նույն նարատիվներով ինքը եկել է Քարոզ Արշավի, ասում է Ծառուկյանի Սարի վրի տունն եմ ձեռից առնելու ծերանոց սարքեմ, ասում է Քոչարյանին ունե զրկելու եմ, Կարապետյանին ունե զրկելու եմ, դրանց բոլորին նստացնելու եմ։ Հիմա լավ այդ մարդը իր Քարոզ Արշավի մասնակից է, չեմ ասում ընդդիմադիրը, հա, հենց այդ մասնակիցը չի ասում, բա եղբայր, բա Հովիկ Աբրամյանի տունն ինչ արիր, ընդ ծերանոց, հա, թե բան, չգիտեմ, հոգեբուժարան օրինակ, ասել քեզ այդքան հիվանդ ունենք։ Երբ որ մարդը այլ բան չունի ասելու, երբ որ տեսնում է, որ այդ խաղաղությունը, չգիտեմ, այն չի աշխատում, ուղղակի չի աշխատում, մարդիկ հասկանում են, որ լսի, պատերազմում պարտված մարդը, այն էլ մի պատերազմում չէ, միանգամից 3 պատերազմում, այդ մարդը չի կարա, չէ, ուրիշ բանից խոսա, չի կարա խոսա հաղթանակից, չի կարա Մեծ էլ է ձեռի հետ խոսում, հիմա էլ հեսա բանա շքերթ անելու, չէ, մայիսի 28-ին։ Դրան առանձին մի հատ հիշացնես կավրադառնանք շքերթին, վերադառնանք նորից այդ պարտվածի այդ իր հոգեբանությանը։ Պարզա, որ ինքը մարդկանց ուզում է ինքը գիտի, որ իր էլեկտորատը ով է, մտածում է ով է, այդ չար նախանց Ես լավ չլինեմ, բայց հարևանս թող ավելի վատ լինի, սկզբունքով ապրող մարդիկ։ Իրացիոնալ զգացմունքներով ապրող մարդիկ են։ Հա, այդ քո ասած խլենք, թալանենք։ Հիմա մտածում եմ էլի խափեմ։ Եթե մարդուն Զառա հնարավոր է, չէ՞, մարդուն մի անգամ խափել, 2 անգամ խափել, 3-4, հնարավոր է թե չէ։ Պարզ է, երբ որ ուղղակի պիտի նոր սխեմա մտածես, նույն աֆերիստները խափելուց սուտը փոխում են։ Դե ինչ սուտ փոխի, ոնց փոխի։ Օրինակ դու ինչ խորհուրդ կտաս ինձ։ Շատ շնորհակալ եմ, որ բանը։ Ես չեմ ասում դու իրան խորհրդատու դառնաս։ Ես իմ ասած ուրիշ բանի մասին է։ Իր մտածողությունը սենց է։ Առաջի անգամ, ասենք 18 թվին սուտ էի խոսում, հավատում էր 100,000 մարդ, հետո 21 թվին սուտ էի խոսում, հավատում էր 50,000 մարդ, լավ հիմա էլ սուտ խոսամ, գոնե 10,000 մարդ կհավատա թե չէ։ Կհավատա, կարող է էլի, պի 10% հարիվ մնացած կլինի, կմնա էլի։ Լսի, եթե այդ սուտը չասեմ, եմ ուրիշ ասելու բան չունեմ։ Չէ, ինչի՞ չունի, ինքը ասում է, օրինակ, ես չընտրվեմ, պատերազմ կլինի։ Լրիվ կեղծ թեզ, իհարկե, որովհետև պարզ է, չէ, որ ոչ մի խաղաղություն, ոչ մի բանակցություններ խաղաղության շուրջ հենց Նիկոլի համար չեն նախատեսված։ Բայց բոլոր բանական մարդիկ հարց են տալի։ Այդ որ դու էիր այս 8 տարին, ինչի 3 հատ պատերազմ եղավ, 3 հատ պատերազմ եղավ, երկրորդը, ասենք, որ դու լնես, հանուն ինչի պդի, օրինակ, հանուն ինչի է, որ Ադրբեջանը չպետք է հարցակվի, այո, քեզից էլ բան չպետք է ուզի, հազար զիջումներ, բան, չգիտեմ, տարածքներ չպետք է ուզի, իրականում ինչի չպետք է ուզի։ Հա, չէ, ուրեմն դու կամավոր ես համաձայնվել, չէ՞։ Մտածում ես, որ հաջորդը որ գա, կամ էլ այնքան տվել ես, որ էլ տալու բան չկա, որով էլ գա, մեկը էլ ուզելու բան չունի։ Իրականում այտենց չի, միշտ ուզելու բան կա, Հայաստանն էլ բարեբախտաբար հələ այն վիճակում չի, որ ամեն ինչ տվել է, չէ, ուղղակի ուրիշ բանական մտածող մարդը սենց է մտածում։ Ուրեմն դու Ալիևին ինչ որ բան ես խոստացել, որը հաջորդը գալու է ինքնասիրություն, արժանապատվություն ունեցող մարդ լինելու, Ալիևը ասելու է, գիտես ինչ կա, Նիկոլ Փաշինյանը ենթադրենք Սևաններ խոստացել, Սյունիքներ խոստացել, Գեղարքունիքը բան տենց խոստացել էր Բիրիքով հանձներին, ես ասել եմ անգեր, ես Նիկոլ Փաշինյանի խոստացածների համար ես ատվիչա չեմ, չէ, պատասխանատու չեմ։ Չմենակ այդ չի հարցը, կարծում եմ նույնիսկ այդքան Ալիևի հետ չհամաձայնվելու խնդիրը չի հետագայում, ինչքան որ ինքը չի կարող մեզ պահին համոզի, որ վերընտրվելուց հետո նոր պատերազմ չի լինելու։ Այսինքն ինքը ասում է ես խաղաղություն եմ բերել, չէ, բայց ինչով է դա երաշխավորում։ Հիմա որ որոշեն սեպտեմբերին էլի մի քանի կիլոմետր առաջ գան ադրբեջանցիք, դրա դեմ ինքը ինչ է անելու։ Ոչ մի բացարձակ։ Այսինքն մարդիկ ոչ միայն իր կոնցեպտին չեն հավատում, այլ նաև ցանկացած խաղաղության կոնցեպտի չեն հավատում։ Իհարկե, լսի, բոլոր մարդիկ հասկանում են, որ խաղաղությունը երկու պետությունների մեջ կայանում է ոչ թե ազնիվ խոսքի կամ չգիտեմ ընդհանրապես խոսքի հիման վրա, կամ Էրդողանի գիրքը շատ նուրբ գրկելու բանով, ինքով, այլ ուժերի բալանսի վրա։ Երբ որ թշնամին գիտի, որ հարձակվելով քո վրա
ինքը ավելի մեծ կորուստներ է ունենալու ու գուցե պարտվելու է, մենակ այդ դեպքում չի հարձակվում։ Ընդ որում, պարտադիր չի, որ թշնամին մտածի, որ քո վրա։ Թշնամին մտածում է նաև, որ եթե քո վրա հարձակվի, դու ունես քո դաշնակիցները եւ քո բարեկամ երկրները եւս կհակազդեն, չէ՞։ Հիմա Հայաստանը Նիկոլ Փաշինյանի միջոցով կամ օգնությամբ հասել է նրան, որ Հայաստանը դաշնակիցներ էլ չունի։ Այսինքն չունի այն դաշնակիցները, որոնք Հայաստանին դժվար նեղության պահին պատրաստ են օգնել։ Եթե քեզ թվում է, որ օրինակ դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է կամ Միջալով դրադառնանք, այսօր առավոտը հաղորդագրություն տարածեցին, որ վաղը Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի փաստացի նախարարն է գալիս Մարկո Ռուբիոն։ Հիմա որ գիտես պետքարտուղարը պաշտոնով, բայց փաստացի այդ գործառույթն է, չէ՞։ Արտաքին գործերի նախարարը ինքը փաստացի։ Հիմա գիտես ինչ, ես որ կարդացի սարսափելի ջղայնացա, էլ չգիտեմ էլի, որ մտածեն, որ գան բանի Նիկոլի ծնունդին երգեն, Նիկոլը կվերընտրվի, էդ էլ կանեն։ Ինչ ենթիքները խոթել, ինչ են ուզում մեզնից, թող ռադլնեն, ով էլ լինի այս երկրի իշխանություն, իսենց թե իրանց հետ աշխատելու է, չէ՞, պարզ է, չէ՞ որ Թրամփին ոչ մեկ չի ասելու, չէ, ես քո չեմ ուզում հարաբերություն ունենալ։ Ինչի են մտել այս կեղտի մեջ, էլի։ Զարա, իրանց պետք չի իրենց հետ աշխատող մարդ, իրանց պետք է իրանց ենթարկվող մարդ, ենթակա է պետք։ Նիկոլ Փաշինյանը ենթակա է, ստրուկ, իր ամբողջ թիմը ստրկական կախվածություն ունի արևմուտքից։ Ինչի համար ունի ստրկական կախվածություն։ Ոչ միայն այն պատճառով, որ ենթադրաբար, ասենք, չգիտեմ, շպիոն են կամ հավատարմագրված են, չէ, որտեղ ինքը իր իշխանության իրավունքի համար պատրաստ ամեն ինչի։ Այո, այնքան թույլ են, որ պատրաստ են ամեն ինչի։ Մենք այս տաղավարում կարծեմ մի անգամ այդ հարցը քննարկել ենք։ Կա լեգիտիմության երկու աղբյուր, սենց ասենք։ Դա քո հասարակության լեգիտիմությունն է, որ քո հասարակությունը ասում է, որ այո, մենք քեզ ընտրել ենք եւ մենք քո ձայների քանակատներ։ Այո, եւ մենք քեզ ճանաչում ենք որպես մեզ իշխանություն, եւ կա արտաքին լեգիտիմություն։ Երբ որ քո հասարակությունը ասում է, որ դու օտար մարմին ես, պրոստը եկել ես սածիլվել ես մեր օրգանիզմին, հանրային օրգանիզմին, մարմնի վրա, բայց աշխարհը, այսպես ասած, ասում է, որ մենք քեզ ճանաչում ենք, քո իշխանությունը ճանաչում ենք, մենք քեզ ենք ճանաչում Հայաստանի տեր։ Հիմա, քանի որ ինքը կորցրել է, չունի հանրային լեգիտիմություն։ Ներքին լեգիտիմություն չունի, միանշան։ Այո, հունիսի 7-ին հայ ժողովուրդը իրան մերժելու է, դա պարզ է։ Հիմա ինչ են ուզում անեն, ուզում են դրսի այդ պաշտոնյաներով բերեն արտաքին լեգիտիմությունը, արտաքին աջակցությունը դարձնել ներքին լեգիտիմություն, որ տիպը հայ ժողովուրդն այ մենք սրան ենք սիրում, գնա սրան ընտրի։ Ոչ։ Ուզում են հայ ժողովրդին ասեն, հայ ժողովուրդ, դուք ընտրեք, չընտրեք, մենք իրան ենք Հայաստանի։ Այո, բայց այդպես բանով չի, այդպես քշելով չի։ Ոնց են անելու, ոնց են կեղծելու, ոնց են այդ թիվը հրապարակելու։ Դե ուզում են հայ ժողովրդին ճնշեն, հոգեբանորեն ճնշեն։ Չգնան ընտրության։ Չէ, որ համակերպվեն։ Արա դե ասեն դե Ֆրանսիան, չգիտեմ, Գերմանիան, Ամերիկան, սենց երկրներ Նիկոլին են ստե դիրեկտոր ուզում տենան։ Մենք ով ենք, ասենք ես Գեղի Վալոդը, նստած մեր տունը ով են, որ Մարկո Ռուբիոյի դեմ դուրս գամ Նիկոլին գործից հանեմ։ Բայց փաստացի այդ Գեղի Վալոդի ձայնն է որոշելու։ Եթե ամեն մի ձայն այսքան կարևոր չլիներ, ինքս էս բանի փողոցի մուրացկանի պես չեր են գնի դռնեդուր ձայն մուրար, չէ։ Ակնհայտ է, չէ, որ ինքը կդստեր սեիրասենյակում կասեր գնացեք ով ուզում եք, ոնց որ Պուտինն է անում, ոչ Քարոզարշավը անում, ոչ դեբատների ամասնակցում, ոչ մարզերա գնում, ինքը իր բանում Կրեմլում նստած ասում է գնացեք այդ ընտրության հարցը լուծեք։ Ճիշտ է։ Բայց հստակ չի, չէ։ Ճիշտ է, հիմա այդ ոնց որ մայիսի 4-ին այդ բանը կազմակերպեցին, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը այդ Ուրսուլա, չգիտեմ, Կալաս, Մալաս դրանք եկան ու հայ ժողովրդին ասացին մենք ենք ստե որոշում ով է վարչապետ լինելու, հիմի հաջորդը եկել է գալու է բանը Մարկո Ռուբիոն ասելու է եւ հայ մարդը մի ընդամենը մի ընտրություն ունի գնա ընտրատեղամաս ասելու որ իմ հայրենիքի ճակատագիրը ոչ թե Կայա Կալասը Ուրսուլա ֆոն դեր Լայնը կամ Մարկո Ռուբիոն են որոշում, այլ ես եմ որոշում։ Հիմա որ Մարկո Ռուբիոն էլ չաշխատի, հաջորդիվում են ուղարկելու։
ասենք չգիտեմ Մարտին Յորգանսին, չգիտեմ, իսկ դու տեսար այդ բանի Սերժ Թանկյանի խմբի հետ կապված ման սկանդալը։ Հա, իհարկե տեսա, հա, որ չեն գալու, համերգ չեն տալու, Նիկոլը հերթական անգամ խաբել է։ Ընդ որում փոքր աղջիկա է խաբել, էլի, ինչ որ մի հատ երիտասարդ աղջիկա մոտեցել ասել, հա, ուզում եմ բանը Սերժ Թանկյանի խումբը համերգ տա, ասել, էսա գալու է մեր ընտրությունը, որ հաղթենք գալու է երկի բան, նրանք էլ վարկենական հերքեցին, որ տես բան չկա։ Հիմա էլ ում պիտի բերեն, որ այս հարցը իրանց օգտին լուծվի։ Էլ ուրիշ մարդ չկա, որ բերեն, վերջ։ Մարկո Ռուբիոն դա վերջի մարդն է, որը գալու է Անգլիայի թագավորին։ Չէ, դե բանը չի գա, Կարլ III-ը չի գա իհարկե։ Լսի, եթե մարդը կողմնորոշվել է, եթե մարդը Այն Գեղիկո ասած Վալոդը։ հա, էլի։ Վալոդն ասում է, որ բանն էլ չգիտեմ, որ Աստված էլ իշնիկ Նիկոլի կողքը կանգնի, ես Նիկոլի պես ղեկավար չեմ։ Լսի, Աստված հրեշի կողքը չի կանգնում։ Միանշան է։ Եվ Աստված երբեք Նիկոլի կողքը չի կանգնի։ Դա սկսենք դրանից։ Ընդհակառակը Աստված Նիկոլին հեռացնելու կողմնակիցների կողքը կանգնելու։ Աստծո տեսքով ինչ-որ մեկը հայտնվեց, այդ հաստատ սատանա է։ Մարկո Ռուբիոյի ականջը քաչի, էլի։ Նա էլ հավատացել տղա է։ Ասենք գիտես չէ որ իր քաղաքական բան անցյալը դրա վրա է հիմնված որ ինքը տենց կաթոլիկ է տենց բան սկզբունքային բայց դու ո՞նց ես գալի կանգնես մի մարդու կողքը որը հայ եկեղեցու նկատմամբ ավելի շատ ոտնձգություն ա արել քան թշնամիները Սի շատ պարզ որովհետև Նիկոլ Փաշինյանը կաթոլիկ եկեղեցու դեմ ոտնձգություն չի արել հայ առաքելական եկեղեցու դեմ արել հələ թող կաթոլիկ եկեղեցու դեմ փորձեր ոտնձգություն անել լրիվ ուրիշ արդյունքի բան կաներ իհարկե միանշանակ հիմա վերադառնանք այդ քո ասած զորահանդեսին որը սպասվում է 3 օր հետո այո մայիսի 28-ին Արդեն Երևան քաղաքը կբանի պրոբկեքի մեջ է, սարսափելի վիճակ է, բերել են զենքը զորքը կանգնացրել են, ուզում են ցույց տան։ Ինչ են ցույց տալի։ Նիկոլն ասում է՝ «Յուղը վրան զենք են բերել, կտենակ կջոգեք»։ 8 միլիարդի ինչ եմ արել։ Հիմա ասա 8 միլիարդի ինչ արել։ Զարա ջան, որտեղից է նախ սկսենք, որտեղից է այդ զենքը բերել։ Հնդկաստանից եւ Ֆրանսիայից։ Հարց է առաջանում զենքի արդյունավետությունը Երբ է պարզվում, որ լավ զենք է, թե հաղթած կռվի արդյունքում։ Պատերազմի արդյունքում։ Հիմա կարանք հարցնենք, օրինակ Ֆրանսիան եւ Հնդկաստանը վերջի անգամ երբ են պատերազմել եւ ինչ արդյունքների են հասել։ Ես ասեմ, էլի, ես ասեմ։ Օրինակ Հնդկաստանը անցյալ տարի պատերազմում էր, այտենց միշտ է պատերազմում, դե այս Սեզոնային։ Հա, 46, 47, 48 թվականից սկսած, երբ որ Հնդկաստանն ու Պակիստանը իրարից բաժանվեցին, դրանից հետո անընդհատ պատերազմում են։ Անցյալ տարի այդ պատերազմի հերթական դրվագներից մեկն էր։ Պակիստանը հաղթեց բանին Հնդկաստանին։ Այդ փոքր Պակիստանը, այդ մեծ միլիարդից 2 միլիարդ հասնող Հնդկաստանի։ Այո։ Շատ լավ զենք է։ Ահա, արժե դառնել։ Ընդ որում Հնդկաստանը կռվում էր ֆրանսիական զենքով, ֆրանսիական միրաժ կործանիչներով։ Բա իրան զենքը, այն որ Նիկոլ առնում է իրանցից։ Լսի, Հնդկաստանը ինքը զենք առնող է։ Զենք։ Բոլորի զենք։ Նիկոլը ինչ է առնում։ Հնդկաստանը իր արտադրած զենքը Նիկոլին է ծախում։ Բայց ինքը չի օգտագործում։ Դու տենց թեթև օգտագործում է, բայց այտենց մասսայաբար ջունգլիներում բաների, վագրների դեմ է կռվում այդ զենքով։ Բան էլի, հնդկական զենքը զինամթերքը Հնդկական կինոյի պես բան է։ Հնդկական կինոյի պես բան է։ Արտաքինից սիրուն է, ներսից ոչ մի բան է։ Քեզ ասում։ Ընտիր։ Ահա։ Հիմա վերադառնում ենք Ֆրանսիային։ Ֆրանսիայում էլ ասում էին այդ ջիպերը ընդհանրապես այտենց, չգիտեմ, դիտորդական առաքելություններ իրականացնելու համար, այտենց անվտանգ վայրերում քշելու, սաֆարի անելու համար է, էլի։ Այդ բոլորը գիտեն, որ այդ զենքերը իբր թե նախատեսված էին Ուկրաինա ուղարկելու համար, բայց դրանք չուզեցին, մի պարզ պատճառը, որ շատ խոցելի էին, դրանք թեթև զրահատեխնիկա է, թեթև։ Այսինքն դա պաշտպանված է ենթադրենք բանից հրազենային զենքից, չէ, լավ ավտոմատից, գնդացիրից, բայց մի քիչ ավելի ուժեղ զենքի դեպքում, ասենք օրինակ ամերիկացիները ունեն շատ լավ տեխնիկա, ասենք հետևակի համար, այդ Max Pro-ն, որը ասենք նույնիսկ անօդաչու թռչող սարքը այն ամենաուժեղ գալիս է հարվածում է, նախ շատ դեպքերում ինքը շարքից դուրս չի գալի մեկ, բայց ամենակարևորը
անձնակազմը, որը այդ մեքենայի մեջ է, այդ զրահատեխնիկայի մեջ է, ինքը բան չի լինում, Լսի, չի զոհվում։ ավոր։ Ֆրանսիական այդ բաները մահվան բաներ են։ Ինչա կոչվում։ Քշվող դագաղ։ Դագաղ, հա, քշվող դագաղ։ Ոնց որ դու զենքից լավ ես հասկանում։ Մի հատ Ե- հարց ունեմ։ ես կարծում եմ Մենք ուղղակի։ խնդիր ունեինք օդը փակելու, չէ՞։ Այն ժամանակ ոչ էլ իրանք ոտով գալիս էին, ոչ էլ հարթակվում էին, ոչ էլ թեկուս հրթիռներով էին խփում, այն ժամանակ դրոններով խփում էին 44 օրյայի ժամանակ, չէ՞։ Մեր դիրքերը, մեր երեխեքին սպանում էին։ Հիմա այս մարդը ջիպ առել, չգիտեմ ինչ որ տենց հրթիռներ առել, բայց ոչ մի տեսակի օդը փակող այդ հակաօդային համակարգիչ չի առել, ես Զարա ճիշտ ջան, հասկանում։ իհարկե չի առել եւ չերել առնի, ինչի համար, որովհետեւ այսօրվա աշխարհում, ժամանակակից աշխարհում հակաօդային պաշտպանության միջոցների սուղ դեֆիցիտ կա, շատ սուր դեֆիցիտ կա, ինչի համար, որովհետեւ նույնիսկ Ուկրաինան անընդհատ արևմուտքից, Ամերիկայից խնդրում է, Ամերիկայից էլ, Եվրոպայից էլ, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Նորվեգիայից, Դանիայից, Շվեդիայից, կարամ ցանկը ասեմ, բոլորից խնդրում է, ասում է հակաօդային պաշտպանության միջոց տվեք։ Ընդ որում եվրոպական հակաօդային պաշտպանության համակարգերը շատ անարդյունավետ են, ամերիկացիները ունեն այդ Patriot համակարգը, որը արդյունավետ է, բայց որը շատ թանկ է եւ որի հրթիռներն են շատ թանկ եւ նույնիսկ այն իրավիճակն է, որ ամերիկացիներն ու եվրոպացիները չեն կարողանում ապահովել բանի պահանջարկը։ Իրանց սեփական է։ Ուկրաինայի պահանջարկը։ Բա Ուկրաինայի հիմա ինչա գլուխ հարթուկում թե զենք առել։ Իր առած զենքը լրիվ անպիտանա դրոնները կուղարկեն Երևանի կենտրոնում սաղ կպայթացնեն, ոչ էլ առաջ լսի, կգան։ այդեն զենք իմ թորը ունի։ Ճիշտ այն զենքի նման զենք, որը կանգնած է բերելու է հանրապետության հրապարակ, մեր տղայիս տանը կա, մենք այտենց խաղալիքի խանութից առել ենք։ Նույն արդյունավետ Խաղալիքա։ ախպեր, հա, մեծի խաղալիք։ Այդ հիշում ես որ բաներ մինչև 44 օրյա պատերազմն էլ ռուսական այդ Su-30 ինքնաթիռների մեջ էր Այո, նկարվում։ որ առանց հրթիռ էր։ Լսի, նույնիսկ եթե հրթիռ լներ, Դա ոչ քշող ունեինք, ոչ արդյունավետ էր, հա։ Նիկոլ Փաշինյանը փառահեղ կերպար է։ Ինքը ես զարմանում եմ թե այդ զորահանդեսը ինչի համար է անում։ Այդ մարդը հիմնավորել է, որ պատերազմում ճիշտը պարտվելն է։ Այո։ Եթե Որ հաղթանակը պարտությունն է։ Ոչ, ճիշտը պարտությունն է։ Լսի, աշխարհի քաղաքակրթության պատմության մեջ եզակի երկրի ղեկավարն է, որը ոչ միայն պարտվել է, այլ հպարտացել է։ Լսի, Բա հիմա խիա ցույց տալիս։ Այդ զորահանդես ինչի համար է անում։ Մի հատ ինձ բացատրի։ Ես քեզ ասեմ։ Ինչ ա ուզում, ուզում ա ցույց տա, որ ինքը տենց տեստոստերոնով տղա է, տենց բան է, էլի գերագույն գլխավոր հրամանատար է, որ չէ, որ ինքը ուժեղ է, զենք ունի։ Ի՞նչն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը իրապես ուզենար զորահանդես աներ հիմա, քեզ հաստատ ասում եմ, Ադրբեջանն է հենց մի հատ կփռշտար, որ Նիկոլ Փաշինյանը 3 գիշեր բան կաներ, ներողություն կխնդրեր։ Դու պատկերացնում ես Հայաստանում զորահանդես են անում ու Ադրբեջանը չի ասում, «Էդ ում դեմ եք, այդ զենքը ում եք ցույց տալի, այդ զենքով ում եք ուզում վախացնեք կամ այդ կարող է մեր դեմ եք առել»։ Հա։ Ով ա ձեզ թույլ տվել вообще զենք առնեք։ Լավ առնել եք, ախպեր տարեք միտեղ գարաժում պահեք, լավ եք արեք, ձեր փողը տարեք կորցրել եք, ասենք ձեր գումարը տարել եք հիմար բանի վրա ծախսել եք, կարայիք ասենք օրինակ մտնեիք Սուրմալու բան խաղալիքի խանութից զենք առնեիք, նույն էֆեկտներ ունենալու, 100%-ով վստահ եղի։ Այդ հնդկական ու ֆրանսիական զարդարած զենքերը խաղալիքի խանութի զենքերից տարբերվում են մի բանով, չափերով, հա։ Դե ինքն էլ քանի որ ասենք թե մեծ տղա է, մեծ զենքերով է խաղում։ Դες ունեն Պապիկյանը ոչի կարա։ Այս թվում է դա ծաղր է, երբ որ դու 3 պատերազմ պարտված գնում ես կանգնում ես այնտեղ ամբիոն են, չէ, հավաքում հարաբերության հրապարակ։ Գնալու է, կանգնելու է, գալու են այդ զորահանդեսը տենց է, չէ, տեղի ունեմ, գալիս են, կանգնում են, ասենք, չգիտեմ, հրամանատարին 3 հատ ուրա են գոռում, չէ, կամ բան են տալի, պատիվ են տալիս։ Նայողը չի ասելու, լավ, ամոթ է, այս ծիծիկներով տղուն են բանանում, պատիվ վերցնում։ Մյուս կողմից
Ես մտածում եմ այդ զենքը հենց այդ կոնցեպցիայի մեջ է առնված, որ ճիշտը պարտվելն է։ Այսինքն առնվել է զենք հատուկ պարտության համար, որ պատերազմի պարտվենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել է ճիշտ, ինչ է ասել։ Ուզում եմ նորից հիշեցնեմ։ Ասում եմ մենք հաղթել, ինչ է հաղթանակը։ Կարաս մի անգամ հաղթես, երկու անգամ, 10 անգամ, 12 անգամ, բայց հո հավերժ չես հաղթի։ Մի անգամ պետք է վերջում պարտվելու ես, չէ՞։ Հիմա ինքը հաջորդ պարտությունն է նախապատրաստել։ Ինքը կանխել է հաջորդ հաղթանակները։ Մի անգամ պարտվում ես, մի անգամ պարտվում ես, ու էլ կարաս ընդհանրապես չմտածես, որովհետև մի անգամ պարտվում ես, գերի ես հանձնվում իրա նման։ Իսկ գերուն որևէ մեկը գերու վրա չի հարձակվում։ Այդ գերի է, էլի ինչ հարձակվես։ Հա։ Հեչ որ չնի կոնվենցիաներ կամ բանկերներ։ Չէ, դու քո գերու վրա ոչ ես հարձակվի, Զարա ջան։ Հիմա գերի է, բանում է, ասենք, չգիտեմ, տանում ես միտեղ աշխատացնում ես, այս բանը պահանջում ես անում է, այն բանը պահանջում ես անում է։ Ինչ, ասենք, ով է տեսեք գերու վրա մեկը հարձակվի։ Շատ հարմար կոնցեպտ է։ Լավ, թողնենք Իրան իրազորահանդեսի հետ։ Ուզում եմ մի քիչ անդրադառնանք, անցյալ անգամ էլ չհասցրեցինք, ամեն անգամ Նիկոլով սկսում ենք, Նիկոլով բրդնում ենք։ Ուզում եմ այս անգամ անդրադառնանք մի քիչ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, առաջնորդներին։ Ինձ շատ դուր է գալիս, ինչքան էլ որ տարօրինակ չի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարած քայոս արշավը։ Ինչ որ շատ դոբրի բան կա այդ ամեն ինչի մեջ։ Այնտեղ Նիկոլը ճղճղում է, գոռում է, ասում է՝ «Տունը ձեռքդ տարտելու եմ, ձերանոց եմ սարքելու, ուսեցը բանել եմ, նայել ասում եմ, եթե ես դավաճան եմ, թող տանեն Հանրապետության հրապարակում ինձ գնդակահարեն, բայց եթե ես դավաճան չեմ, ինքը պիտի իր կամքով գա մտնի իմ ворց առույցի վանդակը»։ Հիմա այս մարդուն լսողը ինչ տպավորություն է ստանում։ Ալասա։ Մեկ էլ էդ էլ էլի զուգահեռ անցկացնենք, արդեն բոլորս գիտենք, որ Փաշինյանը սուտասան է, ուզում եմ հասկանամ, ընտրողը ոնց է վերաբերվում մյուս ուժերի ներկայացուցիչների խոստումներին, ծրագրերին, այդ թեկուզ քարոզարշավի շրջանակում հնչած սենց խոսույթին։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը արդեն 20 տարի քաղաքականության մեջ է, չէ՞։ 2006 թվականից ԲՀԿ կուսակցության նախագահն է։ Առաջի անգամ Գագիկ Ծառուկյանը ոչ թե գրած, ինչ-որ տենց մշակած տեքստեր է ասում, այլ խոսում է շատ բնական, այնց ոնց որ ինքն է մտածում, չէ՞, ոնց որ ինքը զգում է։ Առանց նախապատրաստվել։ Առաջի անգամ Գագիկ Ծառուկյանը խոսում է ազատ, նկատի ունեմ առանց պայմանականությունների, չվախենալով որևէ բանից։ Ակնհայտ երևում է, որ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև ընդդիմության մյուս առաջնորդ ուժերը, խոսքը ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքի մասին է, հասկանում են, որ սա Հայաստանի, այսպես ասած, շատ կարևոր, չեմ ուզում ասեմ վերջի կռիվը, բայց գոնե իրանց համար վերջի կռիվն է։ Եվ նահանջի տարբերակ ուղղակի չկա։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաջողվեց բռնությամբ, սպառնալիքով, չգիտեմ, արտաքին կեղծիքով, չգիտեմ, ինչով բոլորին իսկապես փակելու է, բոլորին իսկապես ունեզրկելու է, բոլորին իսկապես հալածելու է, Հայաստանը այս տեսքով պայմանավորվել հնարավոր չի լինելու, էլի։ Հայաստանը այս տեսքով այլևս գոյություն չի ունենալու։ Այն Հայաստանը, որը մենք հիմա տեսնում ենք, ճանաչում ենք, առաջիկա 5 տարիների ընթացքում այդ Հայաստանը այլևս չի լինելու, ստեղ տեր ու տիրականություն, տնօրինություն են անելու ադրբեջանցիները, դա բան չի, էլի, նենց օդի մեջի սպառնալիք չի։ Այդ էլի եմ ասում, կարող է հիմա դա տենց թվում է բան։ Ոչ էլ թվում է, լավ էլ հասկացվում է, լավ էլ տեսանելի է այդ ամեն ինչը։ Եվ այդ մարդիկ հասկանում են, որ ինձ հետաքրքիր է իրանց նկատմամբ բան չի լինելու, էլի, ամնիստիա չի լինելու, իրանք ինդուլգենցիա չեն ստանալու։ Այսինքն Նիկոլը չի ներելու ոչ մի ինդիմադիրին, Նիկոլը չէ, Ալիևը։ Լսի, սխալվում ես, ինչի համար հենց Ալիևը։ Լսի, Նիկոլը կարող է եւ ների։ Լսի, հարցը Նիկոլը։ Պայմանավորվի բանա։ Լսի, հա, բայց Ալիևը չի թողելու, որ Հայաստանը ունենա էլիտա։ Հասկանում ես, ոչ թե էլիտա, Նիկոլենք էլիտա չեն, Նիկոլենք իրանց ստրուկներն են։ Այսինքն մարդիկ, ովքեր
ասում են, որ Հայաստանը չպետք է լինի ադրբեջանական տիրապետության տակ։ Այսօր պայքարը ադրբեջանական տիրապետության տակ գտնվելու կողմնակիցների եւ դրա հակառակորդների մեջ է։ Առաջիկա 5 տարում Ադրբեջանը Հայաստանում ոչնչացնելու է դիմադրության բոլոր օջախները։ Այդ Ոչնչացնելու է պարտության այդ բանը զգացումը ավելի է ուժեղացնելու, էլի, այդ պարտության այդ Զարա, ընկճվածության ոչ թե զգացումը։ ընկճվածության, լսի, հասարակության շարքային անդամները հնարավորություն են ունենալու, հետո չգիտեմ, բայց առաջիկա 5 տարվա մեջ հասարակության շարքային անդամները, ովքեր ասեն գյուղացի են, չգիտեմ, առևտրական են, տաքսու շոֆեր են, իրանք դեռևս հնարավորություն են ունենալու Հայաստանում ապրելու իրանց առօրյա կենցաղային կյանքով ապրելու հնարավորություն են ունենալու, բայց այն մարդիկ, ովքեր իրանց համարում են էլիտա, համարում են, որ իրանք այս երկրում բան որոշելու, բան Մշակույթի փոխելու, գործիչներ, չգիտեմ, բանի գործարարներ, խոշոր, նախկին քաղաքական գործիչներ։ Ես ոբշե չեմ զարմանա, եթե Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին արտահանձնի բակ։ լսի, կամ արտահանձնելու է, կամ այնց պայմաններ է ստեղծելու, որ իրանք ուղակի փախնեն Հայաստանից։ Լսի, երբ որ ինքը բայց ասում է, սպառնում ասում է բանկը դատեմ բանկանեմ, ես բոլորի սեկտորը կփակի Լսի, ու կմնամ պատանդ։ Ոնց են դուրս գալիս հələ ասա, Եվ- խորոմանկ շփտում ես ինչ-որ բան ես վտա։ երբ որ մենք խոսում ենք ունեզրկելու մասին, իրականում ինքը այդ ունեզրկելու Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին ունեզրկելու խոստումը հայ ժողովրդին չի տալի, դա տալիս է Ալիևին, ասում է ես գիտեմ, որ դու ուզում ես, որ իրանք չլնեն Հայաստանում, որ մենակ ըլնենք ես, Ալեն Սիմոնյանը, չգիտեմ, Արմեն Գրիգորյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ Սուրեն Պապիկյանը, որոնք քանի որ մենք պատրաստ ենք հնու հնազանդ ծառայելու խոնար հարսի պես խոնարհվելու քո դիմաց, իսկ սրանք պատկերացնում ես, սրանք ուզում են մեզ հեռացնել իշխանությունից։ Բա ոնց սրանց չունեզրկենք։ Մի բան էլ ունեցվածքից կարող է ուղարկի ընկերոջը, չէ՞։ Ասենք Ինչ մի առույցների։ մաս։ Այդ Այդ ամբողջ ունեցվածքը Ալիևը համարում է իրենը։ Խելացի, ես համաձայն։ Ինչի պետքա ինքը հրաժարվի ամբողջից հանուն ինչ-որ մասի, որ ինչա մի փուճուր մաս տան Նիկոլին կամ ամբողջը տան Նիկոլին, Նիկոլն էլ որոշի դրանից իրան մաս տա։ Ինքը Հայաստանն է համարում իրենը։ Գագիկ Ծառուկյանի տունը կամ Սամվել Կարապետյանի ունեցվածքը, չգիտեմ, ասում է Արարատ ցեմենտը կխլեն։ Էբը պարզի որ պետքա խլես։ Դու չխլես, Ալիևը խլելու է, էլի։ Ադրբեջանում ցեմենտի արտադրություն կա, ցեմենտն այնտեղ ավելի էժան է։ Երբ որ դու ծիծաղում ես, ինձ թվում է, որ դու չես հավատում։ Լրիվ հավատում, չեմ առարկում նույնիսկ, նայ, դες խելոք համաձայնում եմ քո հետ։ Ես ուրիշ բան էի հարցում, իսկ սկզբանե ասում էի, Գագիկ Ծառուկյանն ասում արի ворց առույցից վանդակը մտի։ Այս խոսույթը իր ընտրողի վրա դրական է անդրադառնում։ Իր ընտրազանգվածը դրանից ավելանում է։ Իհարկե ավելանում է։ Այդ քո ասած մտերիմ այդ բանը էլի շփումը ընտրողի հետ։ Բայց եթե մարդը հայ մարդ է, հիմի մտածում է ավելի լավ չի Թուրքիստրուկը մտնի բանի Գագիկ Ծառուկյանի առյուծի վանդակը եւ դրանով հայ ժողովուրդը գոնե կասի մի հատ թուրքերի նկատմամբ եւս մեկ ոչ միայն բարոյական, այլ նաեւ իրական հաղթանակ տարանք։ Իսկ ինչ վերաբերվում է խոստումներին։ Նիկոլի խոստումներին ոչ մեկ չի հավատում, այդ ակնհայտ է, շատ հիմար է պետք լինել 8 տարի անց նույն խոստումին կամ ուրիշ խոստումին հավատալու համար։ Բայց Սամվել Կարապետյանը նոր խաղացող է դաշտում ու ես քեզ ասեմ, նենց տպավորիչ փաթեթ է խոստումների ու ծրագրային նենց փաթեթ է, որ եթե գոնե մի պունկտ անի, մի կետը, հա, այդ խոստումներից։ Ես իր ընտրողն եմ, ասենք եթե 0% հարկ փոքր բիզնեսին ապահովի, ես որ այդ մենակ դրա համար պատրաստ եմ ընտրել։ Հիմա քո օբյեկտիվ, ես գիտեմ որ դու Սամվել Կարապետյանի ընտրողն ես, բայց ամեն դեպքում ուզում եմ լարվես օբյեկտիվ գնահատական տաս։ Ինչ ես կարծում, այս որ իրանք այս պահին հրապարակում են այսքան տարբեր ծրագրային փոփոխություններ,
տեր են լինելու այդ խոստումները։ Ես Սամվել Կարապետյանի ընտրողն եմ, բայց դեմ չեմ մտնի ամենևին, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվի Գագիկ Ծառուկյանի ворց առյուծի վանդակում։ Որ Գագիկ Ծառուկյանի այդ խոստումը կատարվի։ Որովհետև ինքն էլ է, չէ՞։ Ծառուկյանը չի ասում իմ հաղթանակի դեպքում գալու մտնի ворցի վանդակը, ասում է, եթե չապացուցեց, որ ես պետական դավաճան եմ, պետք է գա իրավոտով մտնի ворցի վանդակը։ Հիմա ձև չկա ապացուցելու, так что это լինելու է։ Չէ, քանի Նիկոլ Փաշինյանը իշխանություն ունի, ворց առյուծը սոված կմնա։ Կորոնավիրուս, լավ, բայց լուրջ։ Հիմա վերադառնանք Սամվել Կարապետյանի խոստումներին։ Իհարկե, դրանց մեծ մասը շատ հեշտ իրականացնելի է։ Ընդամենը ցանկություն է պետք եւ մի քիչ էլ խելք, այսինքն այն ինչը որ Սամվել Կարապետյանը ունի, եւ ցանկություն եւ խելք։ Կառավարման խելք ասելով նկատի ունեմ կառավարման հմտություն։ Մարդը գործարար է, մարդը ունի արտադրություն, տնտեսություն ստեղծելու, կառավարելու փորձ եւ հմտություններ, եւ այնց էլ չի, որ երբ որ Սամվել Կարապետյանը ասում է, որ 300,000 աշխատատեղ կստեղծեն, հիմա դու պատկերացնում ես, եթե նույնիսկ հաշվենք, որ 100,000-ը։ Չէ, ենթադրենք այդ 300,000-ից 50,000-ը աշխատելու է իր ձեռնարկությունում։ Այսինքն ինքը նաև իր համար է, չի անում։ Երբ որ մենք ասում ենք մարդը աշխատատեղ է ստեղծում, շատ ժամանակ մտածում ես, թե մենակ աշխատողի համար է։ Բարեգործություն է, էլի։ Հա, բայց այդ աշխատողը աշխատում է այդ մարդու համար, չէ։ Հավելյալ եկամուտ է ստեղծում։ Այո, Կարլ Մարքսը ինչ էր ասում։ Ասում էր, որ բաները, կապիտալիստները գողանում են կամ յուրացնում են բանվորների աշխատանքի արդյունքի մի մասը։ Ես ինքս քանի որ Կարլ Մարքսին շատ հարգում եմ, Դու նաև հույս ունես, որ իրանց սեփական շահից ելնելով էլ կանեն այդ խոսքերը։ Իհարկե, ցանկացած մարդ աշխատատեղ ստեղծելուց չի մտածում աշխատողների մասին, Զառա, չէ՞։ Չէ, ես համաձայն եմ, սպասի, բայց Ուղղակի աշխատատեղ չի, Չէ, նայ, հարցը ուրիշ բանի մասին է։ Արդյոք մարդը կարա աշխատատեղ ստեղծի, թե չի կարող աշխատատեղ ստեղծի։ Օրինակ ինչ ապացուցված փաստավոր կարա։ Այսինքն օրինակ Ալեն Սիմոնյանը կամ չգիտեմ Գևորգ Պապոյանը, չգիտեմ Գևորգ Պապան չի կարա, անհույս է։ Որը եթե նույնիսկ շատ մեծ ցանկություն ունենա, նա չի կարող, նրանք չեն կարող աշխատատեղ ստեղծել։ Նրանք կարող են լոկ ուրիշի աշխատանքի արդյունքը յուրացնել։ Այդ գործում իրանք վարպետ են։ Ընդ որում ոչ թե աշխատանքի մի մասը, այլ ամբողջ աշխատանքը։ Խելաց։ Հիմա ինչ իհարկե հասարակության մի մասին դա շատ գրավիչ է թվում։ Եվ սոցիալական փաթեթը, եւ ասենք դա ասում 150,000 նպաստ ծայրահեղ աղքատներին, ասում զինվորական ծառայությունը մի տարի ժամկետով, ասում բոլոր զորակոչիկներին 40,000 դրամ ամսական աշխատավարձ, ասում թոշակների մինիմում 12,000 դրամով բարձրացնել, ասում 300,000 աշխատատեղ, ասում 0% հարկ փոքր բիզնեսին, ասում առողջապահության ապահովագրության ծրագիրը դարձնել 60 տարեկանից, ասենք այնքան շատ է, որ ես ինձ կարամ մի 20 րոպե ընդ որում էլ են ինչ որ մենակ ես պահին հիշեցի, հա, թվարկեմ, դու ինչ ես կարծում, արժի հավատալ, իհարկե սուբյեկտիվ ես դու, բայց ամեն դեպքում ինչ տոկոսն ես կարծում, որ հաստատ երաշխավորված կարվի, լավ, կսենց տամ հարցը։ Ես մտածում եմ, որ նույնիսկ այս պայմաններում, այս բյուջեի, այս հնարավորության պայմաններում հնարավոր է դրա մեծ մասը իրականացնել, եթե Նիկոլ Փաշինյանը ինքը իր տեսակով չլներ թալանչի, փողի մեռած մարդ։ Այսինքն չմտածել ինչ անեմ, որ բյուջեի եղածը տանեմ, ասենք իմ պարգևավճար բաժանեմ, չգիտեմ, պարգևավճարը դա մանր են, մանր։ Զառա ջան, իհարկե դա չնչին բան է։ Չէ, իրականում Հայաստանի բյուջեի հսկայական մասը չի ծառայում հայ հասարակությանը, այլ ինչ-որ այդ հարցին սպանում է։ Այն օրներ Սամվել Կարապետյանն ասում, առհասարակ դիպատիկները բոլորն ասում են 8 միլիարդ պարկ ես վերցրել։ Ինչ ես արել։ Դե չի ասի։ Հո չի ասի օֆշորային ես ինչ հաշվում այսքան փող եմ կուտակել։ Բայց այդ հարցը արդեն Ռոբերտ Քոչարյանը տվել է, Սամվել Կարապետյանը տվել է, Գագիկ Ծառուկյանը դրա մասին խոսում, Արման Թաթոյանը դա այդ հարցը հնչեցրել է։ Զառա մի տարի ու կես, 2 տարի մենք այդ հարցը ստեղ հնչեցնում ենք։ Ամեն անգամ այդ հարցը տալիս ենք։ Ամեն անգամ։
Լսի, Ու չի էլ կարասի, մանկապարտեզ, հիշում ես այդ մանկապարտեզի թեմաներ են քննարկել, որ ամեն երախուն մի հատ առանձին մանկապարտեզ կարելի էր սարքել։ իհարկե կարելի էր 8 միլիարդ դու պատկերացնում ես, դա Չեմ մենակ պատկերացնում, իմ ուղղի մեջ տես թիվ չկա։ 8 միլիարդ, դա միայն արտաքին, դա միայն պարտքը, չէ, իրականում արտաքին չէ, ներքին պարտքը ավելի շատ է ավելացել, քան արտաքինը, բայց կարևոր չի, դա 8 միլիարդ պարտքն է, բա հələ դրան գումարի նաև մեր երկրի բյուջետ Լրացուցիչ եկամուտները, որ եղել է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում։ Չէ, բացի որ լսի, բացի այն որ մենք պարտք ենք վերցրել, մենք նաև եկամուտ ունենք, չէ՞։ Վերջը մենք հարկեր ենք մուծում, турքեր ենք մուծում, մաքսը Այդ պարալելնի իմպորտի հաշվին լիքը փող ենք աշխատել։ Չէ, ու նայ ենթադրենք մարդը աշխատում է 100,000 դրամ, չէ, աշխատավարձ է ստանում 100,000 25000 դրամը դրանից գնում է։ Չէ, ուրիշ բան եմ ասում։ Երբ է ինքը սկսում պարտք վերցնել, երբ որ այդ 100,000 դրամը իր կարիքների բավարարմանը չի հերիքում, բնական է։ Ընտենց էլ մեր պետությունը ինչի համար է այդ 8 միլիարդ պարտքը ավելացրել, որովհետև Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքում մեր ունեցած, մեր սեփական, մեր պետական եկամուտները մեզ չեն հերիքել, ինքը մի հատ էլ 8 միլիարդ պարտք է վերցրել։ Ընդ որում այդ այն եկամուտներն է, որ ինքը ասում էր 30 տարի թալանել են բյուջեն, չէ։ Այն ժամանակ հերիքում էր մարդիկ արտաքին պարտք չէին ավելացնում։ Իր ժամանակով այդ ռիսկի սկսեց չհերիքել։ Այդ ֆենոմենն էլ չեմ Որովհետև երբ որ ես ասում եմ, որ առնվազն Նիկոլ Փաշինյանը 10 միլիարդ դոլարի կարողություն ունի, մարդիկ ասում են անհնար է։ Ես ասում եմ, ինքը 8 տարվա մեջ առնվազն 10 միլիարդ դոլար փող է տարել այս երկրից։ Առնվազն դա ամենաչնչին հաշվարկով։ Ամենաչնչին։ Մենակ իր իշխանության առաջի տարում 18-19 թվականներին, այդ մի տարին, ասենք 19-ից մինչև 18-ի մայիսից մինչև 19, իմ հաշվարկով ինքը միլիարդ ու կես փող է հավաքել։ Քյաշ փող է հավաքել։ Ասեմ ոնց։ Գործարարներ։ Իհարկե։ Ինդուլգենցիան քրեական գործ չհարուցելու ինդուլգենցիան 20 միլիոն դոլար է եղել։ Ասած ճամպրուկները այդ ժամանակ են եղել, էլի։ Այո, ես հաշվել եմ, որ ինքը եթե ինքը, ասենք, մի 80 հոգուց, որը շատ քիչ թիվ է, շատ քիչ, հավաքած ելներ ամեն մեկից 20 միլիոն դոլար, 20 միլիոն, այդ արդեն միլիարդ ու կես էր։ Այսինքն ինքը մի տարվա մեջ հեչի պես միլիարդ ու կես, էդի առանց բյուջեից, չգիտեմ, էսկոմ, ենկոմ ընկնելու միլիարդ ու կես փող էր հավաքել։ Ու որ ես մարդկանց ասում եմ, արա լավ ասում էին, ավո դե լավ էլի, բանը անձնական խնդիր ունես այդ մարդու հետ, անձնական թշնամություն ունես։ Ուրիշ բան ասա, ավո, մի մտի անձնական խնդիրների մեջ հնարավոր է լինելու այդ փողերը հետ բերել։ Այս այն միակ դեպքն է, որ Նիկոլի Փալանը հետ են բերել ու լցնեմ բյուջեն։ Չի լինելու տարել, մնաց իրա թորներին։ Մնաց իրա թորներին ու ծորներին չէ, մնաց օտարերկրյա հաշիվների վրա, որևէ մեկը, որևէ օտարերկրյա պետություն, որևէ օտարերկրյա բանկ Հայաստանի նույնիսկ պետության պահանջով այդ փողը հետ չի տա։ Այդ փողը այլևս Հայաստանի Հանրապետությանը չի։ Ստացվում է, որ փողը կա, բայց ոչ մեկ չի կարա տնօրինի։ Նիկոլ Փաշինյանին մի մաս կթողեն դրան տանը, եթե ինքը հաջողացնի երկրից փախնի, ինքը կարողանա այդ փողի որոշ մասը տնօրինի, շատ չնչին մասը։ Մի 100 միլիոնը։ Ու այնքան որ հարուստի կյանքով ապրի։ Այնքան որ հարուստի կյանքով ապրի։ Որովհետև ոչ մի միլիարդատեր իրականում ինքը չի կառավարում իր փողը, եթե այդ փողը լեգիտիմ չի։ Եթե այդ փողը գողացած փող է, այդ փողն է իրան կառավարում, ոչ թե այդ բանը էլի, ինքը փողին։ Այս ուրախ նոտայի վրա առաջարկում եմ այսօր ավարտենք, ինձ թվում է շատ ապոկալիպտիկ Չէ, ընդհակառակը։ Իսկը Նիկոլի տենց բանն է, այն կինոների մեջ որ լինում է, որ կարմիր թվերով հետ հաշվարկն է գնում սենց վարքյանների։ Ուզում եմ մի հատ ուրիշ բանով ավարտենք։ Դավայ։ Երբ որ ես նայում եմ Նիկոլ Փաշինյանին, ինձ չգիտես ինչի թվում է, որ ինքը Ռեջեփ Թայիփ Էրդողանի, եթե ոչ բան, բիոլոգիական, ապա գոնե հոգևոր զավակն է։ Ասա ինչի համար։ Ինչի։ Եվ եթե դու տեսել ես վերջի կադրերը Նիկոլ Փաշինյանի, որ սկսում է երեխեքին սիրել, փաթաթվել, բան,
Դու հիշում ես Էրդողանը ինչա միշտ անում։ Ամեն տեղ, երբ որ գնում է, պարտադիր հավաքվում են երեխաներ, բերում են երեխաներ, այտենց կազմակերպված։ Այս Էրդողանը գրպանից հանում է դաստով թուրքական փող լիրա։ Ու սկսում է փող բաժանել։ Չեմ տեսա։ Մեկը մեկին ոնց որ բան է արածել։ Նիկոլն է թխվածքա բաժանում էլի, այդ սրտիկով բաներն է բաժանում։ Դե հիմա ինքը իբր թե ընտրակաշարք բաժանելու հնարավորություն չունի, ասենք եթե բաժանի 200 լիրա, 200 լիրան այսօրվա կուրսով մոտավորապես $4 է, 1000-1500 դրամ էլի, 2000 դրամանոցներ կարար, հա Նիկոլն էլ կարար 2000 դրամանոցներ բաժանել։ Էրդողանը միշտ լուրջ եմ ասում, ամեն տեղ ուր գնում է, մեկ էլ գրպանից հանում է ասենց բան, մի կապ այտենց 200 լիրայանոց կապ ու խանությունա սուլթանատա ճոգում ես, ասենք դա Իսկ դու ինչ այդ որակն ենք։ Իսկ դու ինչ ես մտածում, իսկ ինչա դառնալու Հայաստանը կամ որ ճանապարհով է գնում Հայաստան։ Որ չի դառնալու։ Չէ, չի դառնալու, պարզ է։ Բա մենք ես ու դու կթողենք։ Չենք թողնի։ Այս ուրախնոտայի վրա ուզում եմ հրաժեշտ տամ մեր հետևորդներին, մեկ անգամ եւս հիշեցնեմ, խնդրում եմ ներքևի հատվածում մեզ մեկնաբանություններ, հարցեր կարող եք գրել, կարող եք մեզ հետ անգամ կռիվ անել, չհամաձայնվել, ես օրինակ պատրաստ եմ այլ կարծիքներ լսելու։ Կարող եք այս տեսանյութը տարածել, կարող եք լայքել ու բաժանորդագրվել։ Իսկ մենք կհանդիպենք մյուս երկուշաբթի, եթե սաղ մնանք вообще էլի։ Զարան շատ գոհ էր նախորդ հաղորդումից, ասեմ ձեզ։ Այո, Զարան գոհ էր, որովհետև ահագին լավ դիտումներ էին ու շատ մեկնաբանություններ էին ու հաճելի մեկնաբանություններ էին։ Որի համար մենք շնորհակալ ենք։ Հաջողություն։ Հաջողություն։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության հասցեին։ Ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մակը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։